Հարգելի պարոն նախարարներ, ազգային ժողովի հանձնաժողովների հարգելի նախագահներ, հարգելի պատգամավորներ, Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 148 միլիարդ 517 միլիոն դրամ կամ փաստացի եղել են 100.5% ըստ կատարողականի, որից սեփական եկամուտները հավաքագրվել են 96 միլիարդ 596 միլիոն դրամի չափով կամ մոտավորապես 9% գերակատարմամբ։ Միաժամանակ նշեմ, որ սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն ավել է 2024 թվականի փաստացի ցուցանիշից 25 միլիարդ 396 դրամով։ Եվ սա խոսում է վերջին տարիներին Երևան քաղաքի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպի մասին, որը որ փոքր մասով է կապված գույքահարկի հետ։ Սա այն վարչարարության արդյունքն է, որ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է տարբեր ոլորտներում եւ հավաքագրումների համար հնարավորություն է ստեղծել մասնավորապես շինարարության ոլորտից եւ տարբեր այլ ոլորտներից, որոնք որ նախկինում փաստացի եղել են կամ ստվերային դաշտում կամ որևէ турքերով եւ հարկերով ծանրաբեռնված չեն եղել։ Եվ սա է նաեւ այն ամեն այս process-ներն են բոլոր աշխատանքների հիմքը, որոնք որ մեծ ծավալներով իրականացվում են Երևան քաղաքում։ 2025 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 147 միլիարդ 825 միլիոն դրամի աշխատանք, որը մեր ծախսային հոդվածների նախատեսվածի 90%-ն է եղել եւ հաշվետվու տարում իրականացվել են բազմաթիվ եւ բազմաբնույթ աշխատանքներ եւ սեփական եկամուտներ եւ պետական բյուջեի եւ վարկադրամաշնորհային միջոցների հաշվին։ Առաջին հերթին երևի թե կնշեմ ճանապարհային ենթակառուցվածքների հարցը, որ ընդհանուր առմամբ մոտավորապես մեր ծախսը եղել է 4 միլիարդ դրամի եւ իրականացվել են եւ միջին նորոգման աշխատանքներ եւ մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ եւ ինչ որ տարածված կարծիք կար մի պահ, որ այն հատվածներում, որտեղ որ այս նորոգման աշխատանքները իրականացվել են, դրանք որակով չեն իրականացվել եւ ձմեռվա սեզոնից հետո խնդիրներ են առաջացել, ուզում եմ վստահեցնել, որ բոլոր այն հատվածներում, որտեղ որ Երևանի քաղաքապետարանը իրականացրել է միջին նորոգման աշխատանքներ կամ փոսալցման աշխատանքներ, բոլոր այդ հատվածներում ճանապարհները մնացել են լավ որակի եւ բազմաթիվ այլ հատվածներում տարբեր պատճառներով, սկսած նրանից, որ եղանակային պայմանները Երևան քաղաքում վերջին 20 տարիների ընթացքում ռեկորդներ են սահմանել տեղումների առումով, ջերմաստիճանի տատանումների առումով, որն էլ հիմնականում բերել է ճանապարհային հատվածների տարբեր խնդիրների, որոնք որ արդեն իսկ կարելի է ասել գրեթե 95%-ով լուծված են։ Տրանսպորտային համակարգի բարեփոխման շրջանակներում տրվել է մեր 45 տրոլեյբուսների 30% կանխավճարը նախորդ տարի, իսկ 70%-ը արդեն ֆինանսավորվել է 2026 թվականին եւ այս տրոլեյբուսները արդեն իսկ Երևան քաղաքում երթևեկում են եւ կարծում եմ արդեն մարդիկ կարող են օգտվում են եւ նաեւ բազմաթիվ շնորհակալական խոսքեր ենք ստացել եւ շատ ուրախ ենք, որ տրոլեյբուսային այս ցանցի արդիականացումը կարելի ասել ամբողջացրել ենք։ Երևան քաղաքում այլևս մենք չունենք շատ հին տրանսպորտային միջոցներ, Երևան քաղաքում մենք փոխարինել ենք բոլոր հին գազելները, գնել ենք 749 նոր ավտոբուսներ եւ գնել ենք 45 + 30, այսինքն 75 ամբողջովին նոր տրոլեյբուսներ, որոնք որ փոխարինել են մեր ամբողջ հին տրոլեյբուսային ցանցը, Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չունենք։ Երևանի քաղաքապետարանը սուբսիդավորել է տրանսպորտային մեր ընկերությունները, Երևանի ավտոբուսը, Երևանի էլեկտրոտրանսպորտը եւ Երևանի մետրոպոլիտենը, համապատասխանաբար 21.4 միլիարդ դրամի, 1.5 միլիարդ դրամի եւ 4.9 միլիարդ դրամի, ընդ որում հաշվի առնելով ուղևորափոխադրումներից ստացված եկամուտները 15.2 միլիարդ դրամ եւ պետության կողմից համաֆինանսավորման միջոցները 1.5 միլիարդ դրամ, համայնքի կողմից լրացուցիչ ֆինանսավորման չափը կազմել է
11 միլիարդ դրամ, այսինքն կրկին բոլոր այն խոսակցությունները, որ նույնիսկ այս նոր սակագներով Երևանի քաղաքապետարանը եկամուտներ ունի բավարար չափով, որպեսզի այս ծախսերը ծածկի, իրականության ուղղակի չեն համապատասխանում, Երևանի քաղաքապետարանը այլ ոլորտներից եկամուտներ է հավաքագրում եւ ծածկում է տրանսպորտային ոլորտում եղած ծախսը 11 միլիարդ դրամով 2025 թվականին։ Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման համար հաշվետու տարում կատարվել է 3 միլիարդ դրամի ծախս, որի շրջանակներում իրականացվել են Սասունցի Դավիթ, Զորավար Անդրանիկ կայարանների թվով 6 շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ, նորոգվել են 26 թվով 26 գնացքներ, ձեռք են բերվել եւ նորոգվել են թվով 57 շարժիչներ, ընդհանուր վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներ են իրականացվել մետրոյի բոլոր կայարաններում։ 2025 թվականին վերջապես ավարտվել է Աջափնյակ կայարանի նախագծման փուլը, ստացվել է նախագծի պարզ փորձաքննության եւ պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունները 2026 թվականին մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագրի իրականացման գործընթացը այս պայն գտնվում է շարունակական փուլում եւ մենք իրականացնելու ենք շուտով մի քանի կարեւոր մրցույթներ, առաջին հերթին հսկողության ինժեներական նաև հսկողության մրցույթը, որով ենթադրում ենք ներգրավել միջազգային մակարդակի հսկող նմանատիպ աշխատանքների փորձ ունեցող, որից հետո նաև պետք է իրականացնենք օտարումները եւ իրականացնենք արդեն իսկ շինարարական աշխատանքների մրցույթը, որը ենթադրվում է իրականացնել FIDIC տրամաբանությամբ։ Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին ուղղվել է մոտավորապես 13.7 միլիարդ դրամ եւ Երևան քաղաքում աղբանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների, այդ թվում ձյան մաքրման աշխատանքների իրականացումն ապահովելու համար Երևանի աղբանության եւ սանիտարական մաքրման համայնքային հիմնարկին հատկացվել է 6.3 միլիարդ դրամ եւ կառուցվել են թվով 250 հարթակներ աղբամանների համար 1.3 միլիարդ դրամով ձեռք է բերվել թվով 27 հատուկ նշանակության մեքենա մեխանիզմներ, որոնք որ գալիս են արդիականացնելու մեր ամբողջ համակարգը եւ 2000 կենցաղային թափոնների կոնտեյներներ, տեղեկացնեմ, որ այս տարի ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է կրկին մոտավորապես 55 տասնյակից ավել տեխնիկայով, տարատեսակ տեխնիկաներով, բազմաֆունկցիոնալ, որոնցով մենք պետք է փոխարինենք մի մասը եւ նոր ծառայություններ ավելացնենք այս հիմնարկում, ավելի էֆեկտիվ սանմաքրման աշխատանքները կազմակերպելու համար կարելի ասել տենց լավագույն եվրոպական ստանդարտներին մոտեցնելու ճանապարհին ենք մեր ԵԱՍՄ հիմնարկը։ Կանաչապատ նաև շրջակա միջավայրի պահպանման հողակը սուբսիդավորվել է 4.7 միլիարդ դրամով, որի շրջանակներում կանաչ տարածքները ընդլայնվել են միայն 2025 թվականին 14.1 հեկտարով եւ պահպանվել է ընդհանուր 910 հեկտար կանաչապատ տարածք, թվով 39 ջրային կառույցներ արդիականացվել եւ վերականգնվել է շուրջ 35,000 գծամետր ոռոգման ջրագիծ։ Վերջին 4 տարիների ընթացքում իհարկե մենք անընդհատ այս թվերը ասում ենք, բայց երևի թե նաև պետք է պատկերավոր ցույց տալ, թե որ հատվածներում Երևան քաղաքում 60 հեկտար, այսինքն 60,000 քառակուսի մետր նոր կանաչ տարածքներ են ավելացել իրենց ոռոգման համակարգերով եւ վերջին 4 տարվա աշխատանքը կրկին պատասխանատու հայտարարում եմ ավելին է, քան դրան նախորդող 22 տարիների աշխատանքը միասին վերցրած։ Այսինքն վերջին 4 տարում Երևան քաղաքը համալրվել է ավելի շատ կանաչ տարածքներով, քան համալրվել էր դրան նախորդող 22 տարիներին, ել չասեմ, որ դրանք բոլորը նաև ոռոգման համակարգերով են հագեցած, եւ այս բոլոր տարածքները դուք կարող եք տեսնել Եռաբլուրի ճանապարհին մոտավորապես 12 հեկտար, Նորք Մարաշի լանջերին մոտավորապես 7 հեկտար, տարբեր հատվածներում ունենք անտառ պուրակներ նմանատիպ եւ ահռելի ծավալի աշխատանք է արվել։